Ողջունում եմ բոլորին, հուսամ լավ եք հայր ջան, այսօր կուզենայի խոսել եկեղեցու սպասավոր, այդպես ասած ճակերտավոր, մեր սպասավորների մասին։ Կաթողիկոս, սրբազան եւ իրանց այդ կլանը, սատանայական կլանը, ես չեմ վախենա ոչ Աստծուց, ոչ ժողովրդից այդ բառը օգտագործելով, քանի որ դա ամբողջովին ինձ համար համենայն դեպս փաստ է եւ ակնհայտ երևում է իրանց սատանայական կլանի մասին, որը որ շատ լավ աջակցվում եւ ֆինանսավորվում էլի նաեւ ըստ ինձ նախկին իշխանության կողմից, չնայած այնպես չի, որ իրանք ֆինանսից նեղվում են, բոլորն էլ վերցնենք մեր կաթողիկոսին, որը ունի բժշկական կենտրոն, ունի սուպերմարկետների ցանց, իդեպ այս վերջերս անդադ ուզում էին ինչ-որ մի կեղծ ինֆորմացիա տարածել մեր առաջին տիկնոջը վերաբերյալ, որ 8 ինչ-որ թե 3 հատ 8 թե մի հատ 8 այդ սուպերմարկետները, որը որ նոր է ասպարեզում, մեր շուկայում գնել է կամ ստեղծել է Աննա Հակոբյանը, բայց այդպես էլ իրանց այդ կեղծ տականք լուրը չկարողացան հայ ժողովրդին այսպես ասած կերցնել եւ հավատացնել, որ այդ ձևա։ Ինչևիցե, այստեղ տեսեք, 3 նախկին իշխանավորներ ձեռի բռնած գնացին Զվարթնոց օդանավակայան գիշերը ժամը 12-ին VIP սրահ իդեպ գնացին Գարեգին Բ-ին դիմավորելու Հայաստան վերադառնալիս։ Նորմալ է, կոչ անելով միացեք, նորմալ է, ձեր կլանն է, ձեր անդամն է, բայց ինձ զարմացնում է մի փաստ, որ 3 լրատվականով կամ չգիտեմ, սոցկայքերում տեղադրված էր մի փաստ, մի ինֆորմացիա, որ Գարեգին Բ-ն զարմացել էր, երբ որ Պուտին-Պուտլեր հասկացողությունը իրեն հրաման էր տվել կամ ասել էր, որ զբաղվի կամ փնովի ներկա իշխանությանը, ինքը զարմացել էր, անկեղծ ասած ես զարմացա, թե ինքը ինչի է զարմանում, քանի որ ինքը չմոռանանք հայր ջան, Գարեգին Բ-ն ճակերտավոր կաթողիկոսը երբ է ընտրվել, ում կողմից է ընտրվել, հոկտեմբերի 27-99 թվական, երբ որ Հայաստանի անկախությունը ոչնչացրեցին, երբ որ Հայաստանի կառավարության ղեկավարներին ոչնչացրեցին, կոկորդները կտրեցին, կարելի այսպես ասել, հենց այդ օրն էլ նշանակվել է Գարեգին Բ-ն կաթողիկոս, ում կողմից, Ռոբերտ Քոչարյանի, թե Պուտինի, իմ համար տարբերություն չկա։ Ու այսօր ինքը զարմացած է, թե նախկին իշխանություն բանը Պուտին կոչված է, որ ասում է գաստուր եւ նեղի ներկա իշխանությանը, ինչը որ ինքը հանում է, միանշանակ։ Թե իր լուրը լնելով, թե իր աջակցելով նախկին իշխանություններին, նախկին ղեկավարներին, ինքը այդ ամեն ինչը անում է։ Ու պլյուս այն փաստը, երբ որ խոսում են խախտելու այն կաթողիկոսի եկեղեցականի խախտումները, որը որ ասում են երեխա ունի, երեխաներ դաժը չի հերքվում։ Այսքանը ժողովուրդ ջան, երկար չսարքեմ վիդեոն, լավ եղեք, խնդրանքս ձեզ վիդեոն տարածեք, նաև իմ Facebook-յան էջում տեղադրել եմ իմ YouTube-յան ալիքի հղումը, սեղմեք, միացեք նաև YouTube-յան էջին, հաջողություն, միշտ նոր հանդիպում։